Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 31-րդ գլուխ Հակոբ կփախչի Լապանեն։ Հակոբ լսեց Լապանի որդիներուն խոսածները, որոնք կսեին. Հակոբ մեր հոր ամբողջ ունեցածը արավ ու այս ամբողջ փառքը մեր հոր ստացվածքեն վաստգեցավ։ Հակոբ Լապանի երեսին նայեցավ եւ ահա իրեն հանդեպ առաջվան բես չեր։ Դերը Հակոբի եսավ. վերադարձիր հայրերուդ երգիրը եւ ասկականներուդ ու ես քեզի հետ պիտի ելամ։ Հակոբ մեկը ղրգեց Ռաքելն ու Լիան թաշտը իր ոչխարներուն քով գանչել տվավ եւ անոնց ասավ. Ես կտեսնեմ թե ձեր հոր երեսը առաջվան պես չէ ինձի հանդեպ, բայց իմ հորս Աստվածը ինձի հետ եղավ։ Դուք գիտեք թե իմ ամբողջ ուժովս ձեր հոր ծառայեցի, իսկ ձեր հայրը զիս խաբեց եւ վարձկս 10 անգամ փոխեց, բայց Աստված իրեն չթույլատրեց, որ ինձի չարիք ընե, որովհետեւ եթե ան սա ասեր, քու վարձկդ բիսագավորները պիտի լան, բոլոր ոչխարները բիսագավոր կծնանեին, ու եթե սա ասեր, քու վարձկդ բոլոր խայտները պիտի լան, բոլոր ոչխարները բոլորախայտ կծնանեին։ Այսպես Աստված ձեր հոր խաշինքը գործեց եւ ինձի տվավ։ Ոչխարներուն դակցած ադենը աչքերս վերցուցի ու երազի մեջ տեսա եւ ահա ոչխարներուն հետ զուգավորող նոխազներն ու խոյերը բոլորնալ բոլորախայտ բիսագավոր եւ քորշախայտ էին։ Աստուծո հրեշտակը երազի մեջ ինձի ըսավ. Հակոբ, ու ես ասի. ահա հոսեմ, եւ ըսավ. այժմ աչքերդ վերցուր ու նաեւ ոչխարներուն հետ զուգավորող նոխազներուն։ Բոլորը բոլորախայտ բիսագավոր եւ քորշախայտ են, քանի որ Լապանի բոլոր քեզի ըրածները տեսա։ Ես եմ Փեթելի Աստվածը, ուր արցան օծեցիր ու հոն ինձի ուխտրիր։ Հիմա գանքնե, քնա այս եգրեն եւ ասկականներուդ երգիրը վերադարձիր։ Ռաքել ու Լիա անոր պատասխանեցին. Դագավի մեր հոր դունը մեզի համար բաժին եւ ժառանգություն գա, մենք օդարասկիներ չսեպվեցանք անոր, քանի որ մեզ ծախեց ու մեր տրամնալ ամբողջովին գերավ, որովհետև ամբողջ հարստությունը, որ Աստված մեր հորմեն գործեց, մերն է եւ մեր որդիներունն է, ու հիմա ինչ որ Աստված քեզի եսավ, ըրե։ Ուստի Հակոբ գանքնեցավ իր որդիներն ու գիները ուղդերու վրա հեծուց եւ իր ամբողջ խաշինքն ու իր ամբողջ ինչքը, որ վաստգած էր, իր ստացած խաշինքը, որ վաստգած էր միջակետքի մեջ, դարավ թեպի Քանանի երգիրը, իր հոր Իսահակի երթալու համար։ Լապան իր ոչխարները խուզելու կացած էր, եւ Ռաքել իր հոր ընտանեկան գուրքերը կողցավ։ Հակոբ ասորի Լապանեն քախնի փախավ, քանի իր փախչիլը չիմացուց անոր։ Այսպես ան իր ամբողջ ունեցածով փախավ, գանքնեցավ, Եփրատ գետեն անցավ եւ իր երեսը թեպի Քաղաատ լերը ուղղեց։ Երրորդ օրը Հակոբի փախչիլը Լապանի պատմվեցավ։ Ուստի ինք իր եղբայրները հետ առնելով զայն հետաբնթեց 7 օրվան ջամփա ու անոր յետևեն հասավ Քաղաատ լերը։ Քիշերը երազի մեջ Աստված ասորի Լապանի եկավ եւ անոր ասավ. «Զգուշացիր, որ Հակոբի լավ կամ քեզ չխոսիս»։ Հետո Լապան հասավ Հակոբի։ Հակոբ իր վրանը լերը լարած էր։ Լապան ալ իր եղբայրներուն հետ Քաղաատ լերը լարեց իր վրանը։ Լապան Հակոբի ասավ. «Ինչ է այս ըրածդ, որ ինձ մեկ հախնի փախար, եւ իմ աղջիկներս սուրով առնված քերիներու պես վարեցիր։ Ինչու փախչիլդ քախնի բահեցիր եւ ինձ մե փախար առանց ինձ իմացնելու, որ քեզ ուրախությամբ, երգերով, թմբուկներով եւ քնարներով ուղարկեի։ Չծկեցիր ինձի, որ որդիներս ու աղջիկներս համբուրեի։ Հիմա այս բանը ամմդությամբ ըրիր։ Ցեզի չարիք ընելու զորությունը ունիմ ցերկիս մեջ, բայց ծեր հոր Աստվածը երեք գիշեր ինձի խոսեցավ ասելով. «Զգուշացիր, որ Հակոբի լավ կամ քեշ չխոսիս»։ Հիմա որ կացեր ես, քու հորդ դունը շատ գարոցած լալուտ համար, ինչու իմ աստվածներս կողծած ես։ Հակոբ Լապանի պատասխանեց. Քախնի երտալուս բաժարը այն էր, որ վախցա, քանի որ ասի, թերևս քո աղջիկներդ ինձ մե արևանքես, բայց քո աստվածներդ, որոնքով որ գտնես,
անիգա թող ողջ չմնա։ Մեր եղբայրներուն արչև ջանցիր ինչ որ քու գթե իմ քովս եւ առ, քանի Հակոբ չեր գիտեր թե Ռաքել զանոն կողծեր էր։ Լապան մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը ու երկու աղախներուն վրանը, բայց չկդավ։ Հետո Լիայի վրանեն ելավ եւ Ռաքելի վրանը մտավ։ Ռաքել արավ ընտանեկան գուրքերը, զանոնք ուղդի բադադին մեջ թրավ ու վրան նստավ։ Լապան ամբողջ վրանը զննեց, բայց չկդավ։ Անալ իր հորը սավ, իմ դիրոջս աչքերուն ծանր չերևնա, որ քո արջևը չեմ գրնար ոտքի ելել, քանի որ գիներու սովորության մեջ եմ։ Այսպես խոզարգեց, բայց ընտանեկան գուրքերը չկդավ։ Հակոբ փորփոքեցավ եւ Լապանի հետ կվիճեր։ Հակոբ Լապանի պատասխանեց. Ինչ է հանցանքս, ինչ է մեղքս, որ խանթով զիս հալածեցիր։ Քանի իմ բոլոր արարգաներս խառնեցիր, քու դանդ բոլոր արարգաներեն ինչ որ կդար հոստիր իմ եղբայրներուս ու քու եղբայրներուտ արջև, որբեսի երկուքիս միջև վճիր դան։ Լման 20 տարի է որ քեզի հետ եմ, մակիներդ եւ այծերդ չվիժեցան ու հոդիդ խոյերը չգերա, քազաններեն փզկտվածը չբերի քեզի, վնասը ես կգրեի։ Ցերեկը կողծվածը եւ գիշերը կողծվածը իմ ցերքես կբանջեիր։ Այսպես էի, ցերեկը դակությունը զիս կսպարեր ու գիշերը սառնամանիքը, աչքերես քունս կփախչեր։ Այսպես եղա 20 տարի քու դանդ մեջ, երկու աղջիկներուդ համար 14 տարի ծառայեցի քեզի, իսկ ոչխարներուդ համար 6 տարի ծառայեցի եւ վարձքս 10 անգամ փոխեցիր։ Եթե իմ հորս Աստվածը, Աբրահամի Աստվածն ու Իսահակի երկյուղը ինձի հետ չլար, իրապես զիսիմա բարապ ցերկով գուղարգեիր։ Աստված իմ դարաբանկս եւ ցերկիս հոգնությունը դեսավ ու 3 գիշեր քեզ գշտամփեց։ Համացայնություն Հակոբի եւ Լապանի միջև։ Լապան Հակոբի պատասխանեց. Այս աղջիկները իմ աղջիկներս են, այս որդիները իմ որդիներս են, այս ոչխարները իմ ոչխարներս են եւ ամեն ինչ որ գտեսնես իմս են։ Ինչ ունեմ այսօր այս աղջիկներուս կամ իրենց ծնած որդիներուն։ Ոստի հիմա եկուր, ես ու տուն ուխտ մը գնքենք, որ իմ եւ քու միջև վկայության համար ըլլա։ Հակոբ քարմը արավ ու զայն իբր արցան գանկնեցուց։ Հակոբ իր եղբայրներուն ասավ. քարեր ժողվեցեք, անոնքալ քարեր արին եւ գուտագեցին ու հոն գույդին վրա հաց կերան։ Լապան զայն Եգար Սահադութա գոչեց, բայց Հակոբ զայն Քաղաատ գոչեց։ Լապան ասավ. այս գույդը իմ ու քու միջև վգամն է այսօր։ Ադոր համար անոր անունը Քաղաատ գոչվեցավ։ Մասպայալ գոչվեցավ, քանի որ ասավ. երբ իրար մեզ զատված ըլանք, դերը թող հսկե իմ ու քու միջև։ Եթե աղջիկներս դարաբեցնես, կամ եթե աղջիկներս զատ ուրիշ գիներ առնես, մեզի հետ ոչ մեկ մարդ կա, բայց ահա իմ ու քու միջև Աստված վկա է։ Նաև Լապան Հակոբի ասավ. ահա այս գույդը եւ ահա իմ ու քու միջև իմ գանկնեցուցած արցանս։ Այս գույդը վկա ալա եւ այս արցանը վկա ալա, որ այս գույդեն պիտի չանցնիմ քեզի քալու, ու տուն այս գույդեն եւ այս արցանեն պիտի չանցնիս ինձի քալու չարիք ընելու համար։ Աբրահամի Աստվածը ու Նակովրի Աստվածը, անոնց հոր Աստվածը թող թադե մեր միջև։ Հակոբ իր հոր Իսահակի երկյուղով երթում ըրավ։ Հակոբ զոհեր մատուցանեց լերան վրա եւ իր եղբայրները հաց ուտելու հրավիրեց։ Հաց կերան ու լերը քիշերեցին։ Լապան արդուն գանուխ ելավ, իր որդիները եւ իր աղջիկները ամփուրեց ու օրտնեց զանոնք։ Ապա Լապան քնած եւ իր դեղը վերադարձավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։